Ողջույն, սիրելի հայրենակիցներ, պետական համակարգի արժանապատիվ աշխատակիցներ, դիմում եմ ձեզ, մեր երկրի ողնաշարը հանդիսացող մարդկանց, դուք այն մարդիկ եք, ում ուսերին ամենօրյա աշխատանքով պահվում է մեր պետականությունը, ես գիտեմ ձեր նվիրումը, գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք դնում ձեր գործի մեջ, հաճախ չստանալով այն գնահատ տանկը ու վարձատրությունը, որին իրականում արժանի եք։ Հունիսի 7-ին մեր երկրում տեղի են ունենալու ընտրություններ, որոնք որոշելու են Հայաստանի ապագան։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ, որ Հայաստանն ունի միայն մեկ ընտրություն։ Հայ ժողովուրդը պետք է ընտրի ուժեղ և բարեկեցիկ երկիր ունենալու մեր առաջարկը։ Պետք է մերժի անկայունությունը, երկրի ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունը, աղքատությունը, պատերազմները և 300,000 ադրբեջանցիների մուտքը մեր երկիր։ Ես գիտեմ, որ այսօր ձեզանից շատերի վրա կա ճնշում, գիտեմ, որ տարբեր վերադասներ, իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, պարտադրել, որ ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ձեզ սպառնում են աշխատանքից ազատել կամ խնդիրներ ստեղծել։ Այսօր ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասել՝ մի վախեցեք, քվեախցիկում դուք մենակ եք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի և ձեր Աստծո առաջ։ Ոչ մի վերադաստ չի կարողանալու տեսնել ձեր քվեարկությունը և ոչ մի վերադաս իրավունք չունի տնօրինելու ձեր ազատ կամքը։ Փոփոխություններից վախենալ պետք չէ, պետք է վախենալ մեր երկիրն այս ապիկար իշխանությունների ձեռքում թողնելուց։ Ուժեղ Հայաստան դաշինքի հաղթանակից հետո մենք արմատապես փոխելու ենք վերաբերմունքը պետական աշխատողի հանդեպ։ Ես երաշխավորում եմ, ձեր աշխատավարձերը էականորեն բարձրանալու են, դուք այլևս չեք մտածելու առօրյա ընտանեկան հոգսերի դժվարության կամ ծանր վարկերի մասին, չեն լինելու բազմամիլիոն պարգևավճար ստացող նախարարներ, լինելու են շատ բարձր վարձատրվող և պարգևավճարներ ստացող հասարակ պետական աշխատողներ։ Ձեր ընտանիքները լինելու են պաշտպանված, իսկ կյանքի որակը շատ ավելի բարձր։ Ձեր երեխաները ստանալու են արժանապատիվ ու մրցունակ ուսում, առանց ձեր կողմից մեծ ֆինանսական բեռի։ Մենք ներդնելու ենք հատուկ պետական ծրագրեր, որպեսզի յուրաքանչյուր պետական աշխատող հնարավորություն ունենա հեշտացված պայմաններով ձեռք բերել բնակարան։ Մենք վերջ ենք դնելու հովանավորությանը, ձեր պաշտոնի առաջխաղացումը կախված է լինելու միայն ձեր պրոֆեսիոնալիզմից, այլ ոչ թե իշխանություններին հաճոյանալուց։ Սիրելի բարեկամներ, հունիսի 7-ին ձեր քվեարկությամբ դուք ոչ թե պարզապես կուսակցություն եք ընտրում, այլ ընտրում եք ձեր և ձեր երեխաների արժանապատիվ կյանքը։ Գնացեք ընտրության, եղեք համարձակ, մերժեք պարտադրանքը, մենք ձեր կողքին ենք և ընտրություններից հետո միասին բերելու ենք փոփոխություն, կառուցելու ենք այն ուժեղ Հայաստանը, որտեղ պետական աշխատողը հարգված, պաշտպանված ու բարեկեցիկ կապրի։ Ես դա երաշխավորում եմ։